Լույսը նորա բացվի ես հոլի պես ֆռում եմ ես տան մեջ։ Ճաշեփի, լվաց քարա, աղբթափի։ Թաբատեն մադամ Դիաննան ու պարոն Կարենը գելնեն իրանց մորը օգնեն։ Դիաննա Կարեն, նա դարտնացեք հլը ձեր մորը օգնեք, հա ես ինչ բանա։ Միրոպե։ Միրոպե։ Այդ Կարեն, դու լրիվ աննորմալ ես։ Խես սրպիչը այստեղ այնտեղ շպրտում, է։ Առաջ գուլպաներն էր շպրտում, իմ այլ սրպիչը։ Ինչ շատ հետաքրքիր է, հաջորդ ինչ է շպրտելու։ Այսպես։ Ինչ պետք է անի։ Խելք են թողես պատերի վրա չոչանողները գլխից մեջ, որ մարդ հիշի։ Հա, հիշեցի։ Հալկային ստաս մտնեմ մի հատ բամբասանք գետ AM խումբ տեսնեմ ինչ նորություն կա։ Բարի լույս, մեր շատ սիրելի հարևանուհի Տիկին Օֆիկին։ Բարև, մեր ապագա փեսա։ Տիկին Օֆիկ, լույսը նոր է բացվել, դուք էլի նույնն եք շարունակում։ Նրա փոխարեն ասեք ինչ կա, ոնց եք։ Լավ, Դավիթ ջան, դու ոնց ես։ Լավ, որ լավ ես։ Ոնց թե սիրուշիկը տղում պսակել է։ Այդ մարդ ես զարմանում եմ։ Սրանք ոնց են այսքան արագ-արագ ես լավ աղջիկներ գտնում իրաց տղեկին ամուսնացնում։ Խի հիմա Դավ ջան, նորմալ աղջիկ գտնելը հեշտ բան է։ Դե հերթը ասում ալ Կարենից սաղ չորանում է։ Եվ դա ճիշտ պատասխանն է։ Այ տղա, այդ որ իբր քթի տակ ձյանից պես ոսկի աղջիկը կա ինչ։ Ես ավելի լավ լռեմ, հա Տիկին Օֆիկ, որովհետև ոնց հասկանում եմ ձեզ բան բացատրելը անիմաստ է։ Այո։ Շատ ճիշտ ես։ Տիկին Օֆիկ, ես ձեզ ինչ վատություն եմ արել, որ հետս տենց եք վարվում։ Այ տղա, բաներ ասեցի անցավ գնաց հա դու էլ։ Ինչ մին եղածել ես, ուզում ես բամբասանք կետեիմում գրել մեր մասին, թե Դավիթն ու Օֆիկը վիճվել են։ Տիկին Օֆիկ, ըստ ձեզ ես պետքա նեղանայ ձեզանից։ Կարճ խաղեր էլի ասեցի հումոր անեմ։ Այն մեր շենքի լիազորի ծիծաղի ձենն էլ վկա։ Դով, հələ լսի, մի բան հարցնեմ էլի քեզ։ Իհարկե հարցրու Տիկին Օֆիկ։ Ուրեմն Դավ ջան, երեք նենց սարսափելի տեսանյութ եմ տեսել։ Վախից սարսափել էի, ամբողջ գիշեր չկարողացա քնել։ Զանգեցի Օնիկից, որ հետո խոսել մի քիչ ցրվեմ, ինձ չվերցրեց։ Ես ինչերով էր զբաղված։ Այդ ինչ տեսանյութ եք դիտել Տիկին Օֆիկ։ Մի հատ մեծ կատու, մարդուց էլ լավ, նենց էր պարում, էլ բասագոգլ, էլ բուրչատա, էլ չաչաչա, էլ սամբարումբա։ Ոյ Տիկին Օֆիկ, ձեզ կատուն է զարմացրել ինձ ձեր պարային տերմինոլոգիան, բայց ցավոք պետքա հիասթափացնեմ ձեզ։ Ձյանից չես ուզում։ Ոյ Տիկին Օֆիկ, Ձյանի անունը ով տվեց։ Բա ինչ ես հիասթափեցնում այդ տղա։ Այն նրանով, որ ձեր տեսած տեսանյութը սկզբից մինչև վերջ արհեստական բանականության օգնությամբ ստեղծված տեսանյութ է եղել։ Բանականությունը ի՞նչ է։ Տիկին Օֆիկ, արհեստական բանականությունը, ուրեմն, չնայած գիտեք ինչ մտքովս լավ բան անցավ։ Եկեք հենց արհեստական բանականությանն էլ հարցնենք, թող պատմի իր մասին։ Ոյ այդ տղա ո՞նց հարցնենք։ Հեշտությամբ։ Հələ։ Արհեստական բանականությունը համակարգչային գիտության մի ոլորտ է, որի նպատակը մեքենաներին այնպիսի կարողություններ տալն է, որոնք նման են մարդու մտածողությանը։ Սովորել, վերլուծել, որոշում կայացնել, խոսք հասկանալ, պատկեր ճանաչել, խնդիրներ լուծել։ Պարզ ասած, արհեստական բանականությունը փորձում է ստեղծել խելացի ծրագրեր եւ ռոբոտներ։ Այ աղջի, ինչ վախենալու բաներ անում ես համակարգը։ Իրականում Տիկին Օֆիկ, արհեստական բանականությունից վախենալ պետք չի։ Հարկավոր է ուղղակի ճիշտ եւ գրագետ վերահսկողություն համակարգի նկատմամբ։ Ու ես վստահ եմ, որ արհեստական բանականությունը մարդկությանը դեռ երկար ժամանակ պետք կգա ու կդառնա մեր կյանքի անբաժանելի մասնիկը, եթե մարդիկ միշտ կարողանան վերահսկել համակարգը։ Տեսնենք։